Մաշված պողպատի փոխարեն ժամանակակից պլաստիկե խողովակներ ֆրանսիացի ինժեները գլխավորում է Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի նորոգման աշխատանքները։ Խիստ վթարված բաշխիչ ցանցը, ջրատարերն ու կոյուղագծերը վերականգնվում են Ֆրանսիայի կառավարության վարկային միջոցներով։ Ավելի քան 26 միլիոն եվրո է հատկացվել, պայմանով, որ մայրաքաղաքի համար կարևոր աշխատանքներն իրականացնեն ֆրանսիական ընկերությունները ֆրանսիական նյութերով և սարքերով։ Պողպատե խողովակները քայքայված էին ու օգտագործման համար անպիտան։ Բազմաթիվ փորձարկումներ ցույց են տվել, որ պլաստիկե խողովակներն ավելի դիմացկուն են, մոտ 50 տարի օգտագործման ենթակա, թեև առաջին անգամ օգտագործելուց հետո դեռ 30 տարի է անցել։ Էրիկ Լիոտը պատմում է, որ թաղամասի բնակիչներն ամեն օր գալիս են հետաքրքրվում, թե ինչ են անում, ինչպես են անում, երբ են ավարտելու։ Իսկ այսօր նաև Երևանի քաղաքապետն է իրենց աշխատանքին հետևելու եկել։ Մայրաքաղաքի համաչափ զարգացմանն ուղղված ծրագիրը 3 փուլով է իրականացվելու, մինչև 2016 թվականը։ 2 տարի անց 20,000 բնակիչ որակյալ խմելու ջուր կունենա, իսկ Մալաթիա պուրակում մոտ 2 ամսից կավարտեն վերակառուցման աշխատանքները։ 1,7 հեկտարի վրա առաջիկայում կունենանք գեղեցիկ պուրակ, համալրված նոր նստարաններով, խաղահրապարակներով, ընդ որում ասեմ, որ 1,7 հեկտարի 70%-ը մենք թողել ենք որպես կանաչ տարածք։ Արարատյան երկրորդ զանգվածի այս տարածքում բարեկարգումից հետո տեղադրված մարզասարքերն ամեն առավոտ արևածագին բակի տատիկներին են օգնում մարզավիճակ ձեռք բերել։ Տիկին Սվետլանան ափսոսում է, որ մարզական հագուստով չէ, ցույց կտար, թե ինչպես է պետք առողջությունը վերականգնել։ Ես բոլորը փորձում եմ հերթականությամբ եւ զգում եմ, որ շատ լավ է։ Մենք էլ ենք մարզվում առավոտները, ամեն առավոտ մարզում ենք բոլորի վրա։ Իսկ բակի տղաները ֆուտբոլ խաղալու հարմարավետ տարածք ունեն, ովքեր էլ չեն խաղում, երկրպագում են ոչ միայն հեռուստացույցից երևացող ֆուտբոլիստներին, ասում են Հովանեսը լավագույնն է։ Որտեւ համ վրատարը լավ խաղում, համ մեջ, համ պաշտպան։ Անի Ավետյան, Արթուր Հունանյան, ժամը լրատվական։